Պատմություն այն մասին, թե ինչպես Վանի թագավորության արքաներից մեկի Լուտիպրիի որդին սիրահարվեց մի գեղջուկ աղջկա։ Ողջույն եւ բարի գալուստ Անիաս էջ։ Շնորհակալ եմ հետևելու եւ հայկականը տարածելու համար։ Թագավորական պատմությունները շարունակվում են եւ այսօր ես ձեզ պատմելու եմ մի պատմության մասին, որը տեղի ունեցել մեր թվարկությունից առաջ, սակայն սյուժեն արդիական է բոլոր ժամանակներում։ Եվ ուրեմն արքայազն Սարդուրին հայոց ձոր գավառի Ուլունք գյուղից մի հիասքանչ աղջկա է տեսնում ու սիրահարվում։ Այդ մասին նա պատմում է թագավորին, հորը, բայց վերջինս ասում է, որ արքայազնը չի կարող ամուսնանալ գեղջուկ աղջկա հետ։ Արքայազնը ընդդիմանում է եւ ասում է, եթե նա չամուսնանա իր ընտրած աղջկա հետ, ապա նա ոչ ոքի հետ չի ամուսնանա։ Արքան ամեն կերպ փորձում է համոզել որդուն, սակայն որդին անդրդվելի էր։ Ճարահատյալ արքան շինականին տալիս է իշխանի տիտղոս, որպեսզի կարողանա ամուսնացնել որդուն։ Հետաքրքիր մի փաստ ևս, այն ժամանակ աղջիկները անուններ չեն ունենում, նրանց կոչում էին իրենց հոր անունով, օրինակ Զավենի աղջիկը, Վրույրի աղջիկը եւ այլն։ Ամուսնությունից հետո թագուհուն անվանում են Արարանսա, նա դառնում է Սարդուրի տիկինը եւ հայոց թագուհին։